Հիշում են Միշոյի երգով։ Ես այդ մարդկանց մեջ եմ։ Կասեի, վարեր որել չկան ու ավելորդ դարձան։ Այսօր ուզում ենք մի քանի շատ կոնտրաստային լուսիների բացահայտել։ Աստված ինձ մի ճամփատուր, խնդրում եմ ես աղեկը տուր, բախտիս դռները մի փակիր։ Տեսակ ժողա էլի։ Չի շարունակում է։ Չեմ շարունակում, որովհետև դա իմ ոճը չի։ Դու ամեն դեպքում չգնացիր ավելի պոպուլյար ինչ-որ ժանրեր, որոնք քեզ կարող էին ավելի մեծ հայտնիություն բերել։ Գումարի հետևից գնալու կամ միլիոնների հետևից գնալու համար դա լինում է, որ դու քեզ դավաճանում ես։ Լուսի, դու ինչու չես օգտագործում ամուսնուդ այդքան ռեսուրսը։ Չգիտեմ ինչու բոլորը մտածել են, որ ես ու Նարեն ունենք ինչ-որ կոնֆլիկտ։ Նույնիսկ կար պահ, որ երգ լսել չէիր ուզում։ Կռունկ ուստի կուկաս։ Ողջույն, թիվ թվաբանության այսօրվա հյուրը հայ սուպերստարներից երկրորդն է։ Նա մշտապես աչքի է ընկնում իր պայծառ ու վառ գույներով։ Ինձ թվում է գուշակեցիք Լուսինե Աղաբեկյան կամ ինքը Լուսի։ Ողջույն ու շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Նմանապես շատ ուրախ եմ գտնվել այս գեղեցիկ տաղավարում։ Էլի շատ վառ գունագեղ եւ կերպարային։ Իմ գույներով եմ մոտեցել ձեզ ու սենց վառ գույներ եմ տալիս ձեզ։ Լուսի ջան, տես մեր ռոբոտիկն էլ քո գույների մեջ է, դուք այսօր։ Ես իմիջիայլոց ամենաառաջին իրեն նկատեցի ու նոր էի ասում, որ ընթացքում կարամ վերցնեմ ինձ, որ տենց երանգային շատ ավելի սիրում։ Գրկես մեր ռոբոտիկին, չէ՞։ Ես իրան կարամ տանեմ, չէ՞, մեր տուն։ Եթե դեմ չլինի, վերջում կտանք քեզ։ Okay. 963 է կոչվում։ Ոնց է լինում, որ դեմ է լինում։ Հենց սխալ պատասխանում եմ, դեմ է լինում։ Ահա, պետք է լավ խաղաս, որ փորձենք։ 963 է կոչվում մեր ռոբոտիկը, ինքը թվային պատասխաններ ենթադրող հարցեր է տալիս եւ մենք պիտի գուշակենք այդ հարցերի պատասխանները։ Պատրաստ ես։ Հա, գնացինք։ Okay. Քանի երգ է թողարկել ամենաշատ երգեր ունեցող արտիստը։ Աշխարհում։ Աշխարհում։ Ահա, դու քանի երգ ունես, Լուսի։ Չեմ հաշվել։ Չէ։ Հեսա հենց դուրս եկա տաղավարից առաջին է թեման։ Ինչ ենթադրություններ ունես։ Ջեքսոնի մասով եմ մտածում, որ կարող էր թողարկել բավականին մեծ քանակությամբ երգեր, բայց ինչքան։ Հողապար չունեմ։ Հնարավոր է մի քանի հազար օրինակ։ Վերջ։ Պատրաստ ենք, պտտեցինք։ Տա-դա։ Լուսի կարծիքով կպտտես տեսնեմ 2560 երգ, ես կարծում եմ, որ ավելի շատ 4211։ Լսենք ճիշտ պատասխանը։ Հնդիկ երգչուհի Աշա Բոսլեյը ռեկորդ է սահմանել գրանցելով ավելի քան 11000 երգ։ 11000 երգ։ Ինչ է այդքան երգել է հնդիկը։ Մի րոպեանոց երգեր է թողարկել, ստացվել է ինձ թվում։ Քեզ որ երգով են հիշում ըստ քեզ Լուսի։ Որ երգով շատ տարբեր իրականում։ Մի քանի մարդիկ կան, որ հիշում են Միշոյի երգով։ Ես այդ մարդկանց մեջ եմ։ Կասեի, վարեր որել չկան ու ավելորդ դարձան։ Վերջերս սկսեցին հիշել նաև իմ եւ Արտեմ եւ Ալտերն դե մենք ունենք 5 ալբոմ, որտեղ որ երգ ունեն, որը որ շատ սիրվել է, ես ինձ խաբել եմ։ Այո։ Հնդրել եմ օրշին այդ երգով են հիշում եւ կարծում եմ կհիշեն շատ երգերով հետագայում հուսանք։ Ահա, շատ լավ, խոստումնալից մեկնարկեր։ Վերջերս, լավ, նախ սկսենք այնտեղից, թե ոնց դու մեզ բոլորից հայտնի դարձար, մենք բոլորս քեզ հիշում ենք, վաղ 16 տարի անցել արդեն։ 15, 18? Այո։ Հա, ես երեխա եմ եղել։ Այո։ 18 տարի առաջ մոտենում են բավականին հասուն աղջիկներ ու ասում են, վայ, դուք մեր կուրքն եք եղել, մենք փոքր ժամանակ հայլի դիմաց ձեր ձևերն էինք անում, ես մեկ ասում եմ, այդքան մեծացել եմ ես, որ ինձանից բոյով մարդ կարող է կամ չգիտեմ հասուն մարդ մոտենա ու նման կոմենտ թողնի, ու այդպես եմ հասկանում, թե ինչքան ենք մեծացել մենք։
Լուսի, դու հաղթեցիր բավականին թեժ մթնոլորտում, դրա մասին միշտ խոսում են, երկրպագուները փաստորեն մինչև այսօր էլ հիշում են եւ դրա վառ ապացույցն այն է, որ օրեր առաջ Նարեն տեսանյութ էր դրել իր Instagram-յան էջում եւ հատուկ արձանագրել էր բոլոր ասեկոսեները հերքելու համար։ Այդ ինչ ասեկոսեների մասին է, որ 18 տարի հետո դեռ քննարկում են։ Լավ գիտեք ինչ ասեկոսեների մասն է խոսքը։ Չէ, իրականում չգիտեմ ինչու բոլորը մտածել են, որ ես ու Նարեն ունենք ինչ-որ կոնֆլիկտ, որը որ բացարձակ չկա նման բան, որովհետև պարզապես այնպես է ստացվել, որ իմ ուղին լրիվ ուրիշ ուղությամբ է գնացել, իրեն էլ լրիվ ուրիշ եւ այնպես է ստացվել, որ ուղղակի չենք հանդիպել իրար, բայց այս վերջերս ունեցանք Քամալիրում, որ հանդիպեցինք ու այդպես այն որ հիշեցինք մեր հին ժամանակները ու այդ վիդեոն շատ պատահական է եղել ու շատ ուրախ եմ, որ մարդիկ կհասկանան, որ անկախ մրցույթներից ու անկախ նման, չգիտեմ, մտածողությունից արտիստները երբեք չեն ունենում նման խնդիրներ, նույնիսկ եթե ունենան, երբևիցե չեն բարձրաձայնի, որ իրենք էլ տենց ավելի մեծացնեն ու դարձնեն ավելի մեծ խնդիր։ Ես այդ դաշտում չկամ երբևիցե, այնպես որ ես Նարենին շատ սիրում եմ, շատ ուրախ եմ, որ եւս մեկ անգամ հանդիպեցի ու այդպես մենք սիրուն փոքրիկ ռիլ ունեցանք միասին։ Իսկ կան մարդիկ, որոնք մնացին որպես կյանքում ընկերներ։ Այո, ունեմ ընկերուհի Սյուզան Նաղազարյան, ով ջազ քոլեջից, հետո կոնսերվատորիայից, հետո սուպերստարից, այդպես մինչև այսօր 1-0 է հաշիվը հոգուտ ինձ։ Ահա։ Ռոբոտիկի ոնց է չենք տանում։ Համոզիր։ Հեսա կերքես կհամոզես ինձ թվում է։ Լսենք երկրորդ հարցը։ Համաշխարհային քանի ֆիլմի սաունդթրեքում է հնչում Դուդուկ։ Գլադիատորն եմ հիշում առաջինը։ Դուդուկ։ Այո, Գլադիատորի սաունդթրեքում հնչումը ու շատ սիրուն։ Համաշխարհային։ Համաշխարհային։ Այ որ լիներ քանի հայկական ֆիլմում եւ քանի հայկական։ Իսկ հայկական բոլոր ֆիլմերում հնչում է։ Այդ եմ ասում, բայց համաշխարհային երբևիցե չեմ մտածել։ Պատտենք։ Լուսի կարծիքով 4, իմ կարծիքով 2, բայց 4։ Մեկը հաստատ գիտենք, մյուսների մասին հիմա կիմանանք։ Առնվազն 6 համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմի սաունդթրեք հնչում է Դուդուկի նվագակցությամբ։ Բայց լավ կլիներ օրինակ, որ ասեր որոնք են։ Էդ էլ թողնում է մեզ, որ եւ մեզ դիտողներին գնացեք շատ եւ եթե կգտնեք մեկնաբանություններում թող գրեն, մենք էլ կկարդանք։ Այսօր ուզում ենք մի քանի շատ կոնտրաստային լուսիների բացահայտել։ Հիմա դու արդեն պիտի ինքդ ընտրես։ Հիմա պիտի երգես։ Առաջինը ժողովրդական ենք փորձում, մնացածը կասեմ։ Առաջինը ժողովրդական։ Ինչ երգեմ։ Դե հիշացրեք երգեմ։ Ինչ ես երգել երբևիցե։ Կարամ ես հատվածը երգեմ։ Դու մուսանես առանց քեզի երգել չեմ կարող սրտիս տավիղը բացի քեզնից էլ չունեմ լարող։ Այսքանն է իմ ժողը։ Շարունակությունն էլ է լավը, բայց Էրսի շատ։ Հաջորդ չի անում շարունակել։ Լուսի, երգ, որը քեզնից չէինք սպասի։ Չեք ես սպասելու։ Հիմա պետք է ասեմ երգի անուն, թե ոչ, որը որ պիտի երգես։ Պիտի երգեմ։ Հայկական լեզվով ասված, դա քյարթու երգն է, որը որ երբևիցե չեմ զգացել, ու հիմա ոնց երգեմ, որ չեմ զգացել։ Բոլորս գիտենք ինչ որ մի երգ, որը այդ ժանրում է, այնպես որ հանիր մտքիդ դարակներից։ Աստված ինձ մի ճամփատուր, խնդրում եմ ես աղեկը տուր, բախտիս դռները մի փակիր։ Տեսեք ժողա էլի։ Չի շարունակում է։ Չեմ շարունակում, որովհետև դա իմ ոճը չի ու ես տեսեք հիմա կասեք, բայց շատ լավ է ստացվում, բայց շատ լավ է, որովհետև ես փորձում եմ խառնել ժողովրդական խաղիկները ինչքան հնարավոր է, որովհետև այդ դրանք չկա մեջս, չեմ զգում։ Ու մեկ էլ 6-8 չեմ զգում։ Անկեղծ։ Դա երևի միակ չափն է, որ ոչ մի կերպ անդադ հետ առաջ խառնում եմ իրար։ Այդ մյուզիկը չեմ զգում, չգիտեմ, չկա մեջս։ Լավ երաժշտություն ես զգում, այդ լավ է։ Հիմա երգում ես երգ, որը ամուսինը տարամայիսն է սիրում։
նայեք, ամուսինս այնքան խառը երգեր է երգում։ Թե ընտրիր մեկը որ։ Երգում, արդեն երգում իմ ձեռքը։ Երգում է, լսում նաև։ Ինչ երգա վերջերս լսում։ Weekend-ից է լիքը երգեր լսում, Kendrick Lamar-ը սիրում, ու տենց շատ տարբեր։ Բայց հիմա չեմ կարող երգել, դուք ինձ տանջում եք։ Մեր խաղը Զանգենք ամուսինս ասի ինչ։ Զանգի։ Թող ինքը թեկուզ եթե ուղակի որը սիրում է որ դու ես կատարում այդպիսի երգ։ Հա, տենց։ Թեկուզ այդպես, եթե իր երգացանկից։ Սպասեք, բայց մնում է ինքը պատասխանի։ Նաիրա Զոհրաբյանը այս թեմայով մի հատ շատ լավ ռիլ ունի։ Տեսել եք այդ։ Որս մենակ մեռած ժամանակ կարա չպատասխանի։ Չէ, դեպ կյանք մի հատ երգ ասա, որ դու շատ սիրում ես։ Ինչ։ Ինչը չլսեցի։ PowerPoint-ի դենը։ Այդ բայց չեմ հիշի այտենց։ Լավ, կյանք, լավ։ Հա, մի հատ ուղարկի։ Всё։ Ասենք անհնար է այդ երգը հիմա ես հիշեմ որն է։ Հիմա Գարիկ Պապայանն է զանգում, կարանք հարցնենք Գարիկի սիրած երգը։ Գար։ Չեմ կարա, որովհետև հարցազրույցի մի հատ քո սիրած երգը ասա, Գար, ամենասիրածը երգը ասա։ Չունի Գարիկ ամենասիրած երգը։ Գարիկ ջան։ Ինքը բոլոր երգերը սիրում է։ Չէ՞ Գար։ Մի բան ասա։ Չէ, մի մոդինն է սիրում։ Ունի լիքը չսիրած երգ։ Եկեք կռունկ երգեմ։ Համոզված եմ ոչ միայն ամուսինս տղաս, այլ բոլոր հայերը սիրում են։ Գնացինք, լսում ենք կռունկ։ Կռունկ ուստի կուկաս ծառայեմ ձայնի կռունկ մեր աշխարհեն խաբրիկ մչունիս։ Սա այն էր, ինչի համար ես պայքարում էի։ Շնորհակալություն, շատ սիրուն էր։ Մեկ-մեկ է հաշիվը։ Կարևորը քեզ երկացրինք եւ լսում ենք երրորդ հարցը։ Քանի բաժանորդ ունի YouTube-ում ամենաշատ հետևորդներով երաժշտական էջը։ Իմ պատանի քույրիկը բարբերաբար ինձ ասում է, որ կորեական խմբերն են ամենաշատ բաժանորդներ ունեցող Համաձայն եմ, որովհետև հիմա բոլոր երիտասարդությունը գիտեն իրենց ու BTS եւ ինչ որ ու շատ հաճախ տենց ասում են լսել ես, տեսել ես, մի քանի բան տեսել եմ իրենցից, բայց պատկերացում չունեմ, թե ինչքան, քանի միլիոն, բայց ահռելի։ Պատտեցինք։ Okay։ 52 միլիոն իմ կարծիքով, իսկ Լուսին կարծում է, որ 625 միլիոն։ Այո։ 625 միլիոն, լավ, տեսնենք։ Ամենաշատ հետևորդներ ունի Blackpink խմբի YouTube-յան ալիքը, թիվը գերազանցել է 99 միլիոնը։ Չէ, ես չերեշում Շատ էի չափազանցրել կորեական խմբերի։ Բայց հենց կորեականներ, թե էլի չի ասվում որներ։ Ինչ Pink, հա, կորեական խումբ է, այն աղջիկների խումբն է։ Լուսի, քիչ առաջ ասացիր, որ դու ամեն դեպքում չգնացիր ոչ դեպի ժողովրդականը, ոչ էլ 6-8-ը, ոչ էլ ավելի պոպուլյար ինչ-որ ժանրեր, որոնք քեզ կարող էին ավելի մեծ հայտնիություն բերել։ Ես գիտեմ, դու էլ ես դրա հետ հաշվի նստում քո այդ որոշման։ Ինչու՞։ Դե նայեք, կարծում եմ, որ արտիստը պետք է անի այն, ինչ զգում է ու իրենն է ու կեղծել ուղղակի անել գումարի հետևից գնալու կամ միլիոնների հետևից գնալու համար դա լինում է, որ դու քեզ դավաճանում ես ու ընկնում ես այն հոսքի մեջ, ինչը բոլորն են ու ես սիրում եմ իրականում չլինել այն հոսքի մեջ, ինչը որ բոլորն են, սիրում եմ տենց քայլ գցել այս կողմ են կողմ հասկանալ ինչ հոսքեր կան այլ, որովհետև աշխարհում այնքան լայն ոճեր կա, որ պետք է ուսումնասիրել ու հասկանալ որն է քեզ ավելի հարազատ։ Տպավորություն է, որ դու քեզ դեռ չես գտնում։ Չէի ասի, ես ինձ բավականին լավ գտել եմ ու այն մարդիկ, ովքեր հետևում են ինձ ու տեսնում են ինչ աշխատանքներ եմ տանում, իրենք ինձ հետ համաձայն են, որ ես գտել եմ այն ինչ որ իմն է ու փորձեմ շարունակել։
Ճիշտ է, դժվար է լինում շարունակելը երբեմն, դուք գիտեք ինչ պատճառներով, բայց կարևորը որ շարունակում ես, դադար չես տալիս։ Իսկ ինչով էր պայմանավորված երկարատև դադարը, որովհետև հարցազրույցներից մեկում ասացիր, որ նույնիսկ կար պահ, որ երգ լսել չէիր ուզում։ Այ դա ինչ հոգեբանական վիճակի հետևանք էր։ Չէ, հոգեբանական չէ, պարզապես ինչ որ շրջան էր, որը որ այնքան շատ էի երգել, որ նստում էի մեքենա, խնդրում էի, որ երաժշտություն անջատեի։ Ու տենց գրեթե մի 2 տարի անընդմեջ իմ մեջ խնդիր էր, որ ես չեմ ուզում լսել նույնիսկ երաժշտություն, հետո հասկացա, որ պարզապես շատ եմ այդ ամեն ինչի մեջ ու պետք է մի քիչ կտրվել, շեղվել ու գնալ մի փոքր ուրիշ տեղ, հետո նորից վերադառնալ, որ էլի հաճույքով անես, որ մարդիկ քեզ լսելուց չմտածեն, որ դու արել ես աշխատանք պարզապես անելու համար։ Իսկ ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ զգան այն ինչ որ ես զգում եմ, նույնը իրենց կարողանան փոխանցել։ Օգնեց այդ դադարը քեզ։ Իհարկե օգնեց։ Օգնեց նաև իմ տղայի ծնունդը ու դա լրիվ այլ կողմ տարավ ինձ ու ավելի վառ դարձրեց իմ էներգետիկան, ավելի վառ դարձան իմ զգեստապահարան ու լիքը բաներ փոխվեց կյանքում ու այո, ինչ լինում է իմ շուրջ, դա ինձ շատ օգնում է, որ կարողանամ ավելի ճիշտ քայլերս անել։ Իսկ ժամանակ կորցնելու վախ ափսոսանք չունես, որովհետև նախկինում էլ բավական երկար ժամանակ։ Այն ժամանակ դե քանի որ այդ փուլում էի, դադար էի ցանկանում, չէի զգում, որ գիտես, հեսա 5 տարի հետո դու մեծանում ես կամ ինչ որ բան լիքը փոխվելու է։ Գիտեք, երբ զգացի, երբ որ հասկացա, որ ոճային այնքան բան է փոխվել, որ ես այդ պահին չեմ հասկանում, ինչ եմ ուզում անել։ Ոչ թե ես գիտեմ ինչ եմ ուզում անել, բայց մարդիկ ուր են գնում ու այդ ժամանակ ես հասկացա, որ ես մեծ դադար եմ տվել ու լիքը հետ եմ մնացել։ Հիմա էլ չէ, հիմա բավականին զգում եմ ինչա կատարվում իմ շուրջ, լիքը տեղերում ցավում է, որ այդ ամեն ինչը կատարվում է, բայց դե ունենք այն ինչ ունենք։ Ոչ այն, չգիտեմ, գիտեք, շատ այնքան հեշտ է դարձել երգիչ հասկացողությունը, երգիչ լինել հասկացողությունը։ Միգուցե տենց ուղակի փոքրիկ վիդեո անեն ու այնքան լայն տարածում ունենա, ես շատ ուրախանում եմ, եթե դա արվում է ոճային գործ, հա, բայց երբ որ դու տեսնում ես ինչ մելիզմներով ու ինչ, չգիտեմ, ինչական երգերով է դա արվում, դա մի քիչ ցավալի է արդեն լինում։ Չգիտեմ։ Հաշիվը։ Երկում եք։ Հոգուտ ինձ։ Ես միշտ մոռանում եմ հաշիվը, հատկապես երբ հոգուտ ինձ է լինում։ Բայց դու լավ հիշիր, այդ է ուզում ասել, որովհետև հոգուտ քեզ է։ Լսում ենք 4-րդ հարցը եւ դու հնարավորություն ունես հավասարեցնելու հաշիվը։ Ով է աշխարհում ամենահարուստ կին երգչուհին եւ որքան կարողություն ունի։ Բիյոնսեն։ Ну, իմիջիայլոց Սելենա Գոմես, որ բավականին հարուստ է, Taylor Swift, բայց ուզում եմ հիմա ով կարող էր լինել։ Թեյլորը կարծեմ ընդ որում ոչ միայն երկարվեստի շնորհիվ է, չէ, հարստացել, այլ ինչ որ անշարժ գույքի հետ կապված բիզնեսներ ունի։ Ինֆո չունեմ, բայց շատ լսել եմ, որ հա Taylor Swift-ը բավականին հարուստ է։ Գրել եք։ Հա։ Լավ, սենց։ Ինչ։ 98 միլիոն։ Դες ես ինչ մեծ թիվ եմ գրել։ 500 միլիոն։ Չեմ գրել։ Դեսենք ճիշտ պատասխանը։ Taylor Swift-ն է, նրա կարողությունը հասնում է 1.6 միլիարդ դոլարի։ Օ, ես հասկացաք, Taylor Swift-ին շտապ Հայաստան բերեք։ Համերգի չէ։ Ուղղակի։ Բերեք թող գումարները ծախսի Հայաստանում։ Հայաստանն առաջարկելու բան ունի իրեն, բայց այ դու մեգա միջոցառումներ կազմակերպող ամուսին ունես։ Գիտեք, շատ դժվար է նման արտիստների ցանկությունները կարողանալ, չգիտեմ, կատարել իրագործել Հայաստանում, այո։ Չգիտեմ։ Ես կարծում եմ, որ չէ։ Արամայիսը շատ է դժգոհում աստղերի հետ աշխատանքից։ Բացարձակ։ Արամայիսը ում հետ որ աշխատում է, շատ հաճույքով է աշխատում, որովհետև ինքն էլ է ընտրում ում հետ աշխատի, ում հետ ոչ, ու դա
շատ օգնում է իրեն։ Հետաքրքիր է, որ Հայաստանում օրինակ վերջերս Արկադի Դումիկյանի այդ մեգա համերգներ կազմակերպել, բազմաթիվ տեսահոլովակներ է ինքը նկարում, նույնիսկ գիտեմ վերջին ոդկասթում ասաց, որ ֆիլմ է ուզում նկարել, եթե չեմ սխալվում, այդ միտքն էլ ունի։ Կարծեմ արդեն սկսել են այդ։ Հնարավոր է նաև այդպես։ Լուսի, դու ինչու չես օգտագործում ամուսնուդ այդքան ռեսուրսը մարդկային առաջին հերթին։ Ես օգտագործում եմ մարդկային ռեսուրսը, որովհետև իմ կողքին լինելը դա շատ մեծ ռեսուրս է ու ես լիքը բաներ ավելի կարևորում եմ մարդկային տեսանկյունից, քան տենց չգիտեմ, երբևիցե չեմ մտածել, գիտեք, գնամ ինչ-որ բաներ օգտագործեմ, որ իրենն է կամ ինքը կարող է։ Ես միշտ ձգտում եմ անել այն ինչ-որ իմ սահմաններում է ու երբեք չեմ սիրել, որ ինչ-որ մի բան է իմ համար անեն, իր անվան շուրջ լինելով, չգիտեմ, այսինքն անեմ, որովհետև Արամայիսի կինն եմ կամ հակառակը, որովհետև ես էլ Լուսինեն եմ ու լիքը աշխատանք եմ տարել ինչ-որ բանին հասնելու համար ու ես միայն ուրախ եմ, որ ինքը իմ կողքին է ամեն կերպ, իսկ օգտագործել ռեսուրսները չեմ սիրում։ Հիմա արդեն գանք նոր, ավելի գունեղ, ավելի պայծառ համագործակցության, Գարիկ Պապոյանի մասին եմ խոսում, մի մոդի ձեր, որը փոքր քայլերով, բայց իսկապես նոր գույն է մտցրել մեր երկարվեստ եւ հիշվում է, իսկապես հիշվում է։ Գարիկի համար, ինչպես ինքն է նկարագրել, ես ուղիղ մեջ բերեմ, Գարիկ Պապոյանի համար թանկ հոբբի է մի մոդը, իսկ քեզ համար ինչ է։ Ինձ համար մի հատ տեղ է, որտեղ շատ քիչ մարդիկ կզգան ու շատ քիչ մարդիկ կարող են լինել ու դա ինձ էլ եմ ասում շատ դուր է գալիս, որովհետև գիտեք իրա շուրջ հավաքվել են այն շատ անկեղծ գժական մարդիկ։ Մենք փոքրիկ համերգներ ու ես տեսնում եմ մի մոդի սիրող մարդկանց ու հասկանում եմ, որ այդ մարդիկ ինչի են սիրում մի մոդ, որովհետև իրենք էլ մեր նման գիժ են ու այդ մի մոդի գժությունը իրանց դուր է գալիս ու ես շատ ուրախանում եմ, որ տեսեք, այդ էլի այն մյուս ճյուղն է, որը քայլ ենք գցել ու չենք գնում հոսքի հետևից ու այդ ճյուղը պետք է ինչ-որ մեկը քայլ գցի, որ հետևից մարդ հասկանա ուզում է գալ, թե ոչ։ Երբ որ չկա ասպարեզում այդ վիճակը, ոչ ոք չգիտի դա կա, չկա ինչ անի։ Այս սկզբից, որ մենք արել էինք չկան, շատ հակասող մեկնաբանություններ կար մեկը մյուսին, որ ինչ մյուզիկ է, չենք հասկանում, սա ինչ է, կամ հակառակը լրիվ, որ ասում են ինչ գժական է, ինչ հավեսն է։ Ու երբ որ երկրորդ երգը թողարկվեց, արդեն սկսեց կոմենտները փոխվել, որ մենք հասկացանք ուրա գնում է խումբը ու մինչև առեսօր այդ նույն ոճի մեջ այդ խումբը գնում է ու ես շատ ուրախ եմ, որ մեր պուճուր բանակը մեր հետ տենց հավասար գալիս է։ Ոնց եղավ համագործակցությունը, ում իդեան էր, ով առաջարկեց։ Գարիկի իդեան է եղել ու Գարիկը կանչել է իր ստուդիա, մի քանի աշխատանք արարված, լսեցի, բայց դեռ պատասխան չեմ տվել համաձայն եմ լինել խմբի անդամ թե ոչ, որովհետև էլի եմ ասում պետքա կարողանաս պատվով ամեն ինչ անել ու ես ասում էի լսեմ, մի հատ փորձեմ ձայնագրվել, եթե դա իրոք իմ տեմբրին համապատասխանա, մենք կարող ենք աշխատել, ես մեծ հաճույքով։ Ու երբ որ փորձեցինք երգը, դրեցինք ստուդիայում ու լսեցի իմ տեմբրով այդ երգը, ասում եմ, չէ, գարոքի է, ոնց որ սիրուն է, կարանք համագործակցենք։ Այդ հարցը Գարիկին տվեք, բայց դե երևի պատկերացրել է ինչ որ չափ ինչ կարող ենք անել միասին, ես շատ ուրախ եմ այս համագործակցության համար։ Մենք էլ ենք շատ ուրախ, շարունակեք այդ վառ պայծառ տրամադրությունը։ Առաջիկայում անելիքներ ունեք, կան երգեր, որոնք արդեն նախապատրաստական փուլում են։ Ունենք եւս մեկ երգ արդեն ձայնագրված, որը որ պետք է ունենա էլի վիդեոռոլիկ ու այդպես շարունակ անում ենք կողքից աշխատանքներ, նոր գործեր ու ասեմ, որ այս երգերը զրոյից է ստեղծագործվում, այսինքն թե երաժշտությունը, թե խոսքերը եւ ամեն բան, ցենց զրոյից մշակվում է եւ ստեղծվում է այս երգերը ու դա շատ հաճելի է։ Մի մոդին եւ ձեզ հաջողություն ենք մաղթում, հաշիվը 3-1 է եւ մենք պիտի լսենք վերջին հարցը, որը ոչինչ չի փոխի այլևս, բայց լսենք։ Մայրանալը քանի տոկոսով է բարելավում կնոջ ստեղծագործական կյանքը։
Դու արդեն այս հարցի պատասխանը տվել ես քո անձնական օրինակով, քիչ առաջ նշեցիր, որ տղայիդ ծնունդից հետո նոր գույներ, երանգներ է ստացել կյանքդ, նաև ստեղծագործական իմաստով։ Իսկ աշխարհում կանանց վրա ինչպես է ազդում մայրանալը ըստ քեզ։ Միշտ բողոքներ են լինում։ Եթե ուզում ասել, նայած ինչ տեսակ կին կլինի, բայց գիտեք ամեն դեպքում ինչքան էլ ինչ որ շրջան լինում է, որ սենց խառնում է ամեն բան իրար, մեկը հետո դու հասկանում ես որպես կին, որ դու ունես այն կարևոր բանը, որի համար դու եկել ես աշխարհ։ Ու այդ անքննարկելի է իրականում կնոջ կյանքում երեխան ամենակարևոր, ես տոկոսով եթե գրեմ 100% ինքը կյանքում ամեն բան փոխում է։ Ստեղծագործական իմաստով բարելավում է կյանքը։ Ամեն տեսանկյունով ինքը փոխում է ամեն ինչ։ Ես իմ տեսանկյունից կարող եմ ասել, լիքը կանայք գիտեմ, որ նեղ սրտում են, որ երեխա ունեն, եւ իրենց կյանքը ամբողջությամբ փոխվել է, բայց գիտեք դա կնոջից է գալիս։ Ես միշտ առաջին պլանում եւ ինձ եմ դնում եւ երեխայիս եւ ընտանիքը, որովհետեւ երբ որ դու քեզ դնում ես երկրորդ պլան ու միշտ երեխան լինում է առաջին, դու այդտեղ քեզ զոհաբերում ես ու դու երջանիկ չես լինում, ըստ դրա երեխան նկատում է, որ դու երջանիկ չես ու ինքն էլ քո հետ սկսում է ոչ լիարժեք լինել։ Բայց դու էլ ինչ որ քուլում քեզ թողել էիր եւ զբաղվում էիր։ Ինձ թողել էի, իմ երկարվեստ եմ թողել, բայց ինձ թողնել դա մի քիչ այլ է ասված։ Միայն երկարվեստներ։ Հա, միայն երկարվեստը, որովհետև բավականին փոխվել էր իմ, չգիտեմ, ֆիգուրան, փոխվել է լիքը բան ու ես 30 կիլոգրամ կարծեմ 30 կիլոգրամ, չէ, 30 շատ եք ասում, 26 կիլոգրամ չաղացել էի, հետո մեկ ամսում 16 կիլոգրամ նիհարեցի, պայքարի մեջ մտա ինքս ինձ հետ եւ ամեն բան գցեցի հունի մեջ։ Պիտի թիվ գրենք հիմա։ Ես 100%։ Ոստված է։ Հա, իմ կյանքում հա։ Իմ շրջապատում կան մարդիկ։ Ես հուսամ բոլոր կանանց շրջապատում պետք է այսպես լինի, որովհետև եթե սենց չի լինում, ճիշտ չի լինում։ Մի բան սխալ է։ Մի բան ճիշտ չի գնացել։ 50% իմ կարծիքով, իսկ Լուսիի կարծիքով, որը մեկ երեխա ունի, այ որ երկրորդին ունենա, գուցե թվերը կտրուկ փոխվեն։ Լսենք ճիշտ պատասխանը։ 2022 թվականին կատարված միջազգային ուսումնասիրության համաձայն մայրանալը կանանց ստեղծագործության ներուժը բարելավել է 60%-ով։ Շատ լավ է։ Սուբյեկտիվ պատասխաններ քոնը, բայց ոչինչ ոչ չէ, դու ավելի մոտ ես։ Ես ավելի մոտ էի, հա։ Հաշիվը մոռանանք, Լյուս։ Այս բան, հա, նեղ սրտում եմ մենակ ռոբոտիկի համար։ Բայց դու լավ օրինակ ես եւ կարծում եմ, որ մեզ լսողները մի քիչ կվարակվեն դրանով։ Դե հուսանք։ Ահա, մի սիրուն կատարմամբ փակենք թողարկումը այսօրվա։ Փակենք։ Դու երգում ես, ես փակում եմ։ Եկեք իմ երգերից երգեմ։ Այս ստեղծագործությունը Ավետ Բարսեղյանն է գրել եւ Մարտին Միրզոյանը, սա իմ երգն է եղել առաջին ու Սուպերստարից հետո այս միակ երգն է եղել, որ այդպես մնացել է իմ սրտում, եկեք երգեմ։ Դառնամ անձրև, որ այտերին քո տիպ չեմ, որ դառնամ ես կամի, աչքերիդ մեջ գոնե մի պա, վարվեմ ու նորանք չեմ, թող դառնամ ես արև, ու պարերը չեմ հիշում, որովհետև 18 տարի առաջ։ Բայց ես հիշեցի երգը, շատ հետաքրքիր երգ, այո, շատ սիրված երգ է։ Սկզբի մի 4 տողը կլսեք, հետո կանջատեք։ Շնորհակալ եմ, լավ էմոցիաներ արթնացրիր, հիշողություններ արթնացրիր 18 տարի առաջվա եւ վստահ եմ, որ մեզ դիտողները նոր Լուսի բացահայտեցին։ Այո, վստահաբար։ Լուսին պարտվեց, բայց դե կարևորը լավ տրամադրություն փոխանցեց մեզ եւ այսպեսին էր թիվ թվաբանությունը Լուսիի հետ։ Հաջողություն։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։